Gallup International ասոցիացիան հարցումներ է անցկացրել, թե Հայաստանի քաղաքացիները, որ կուսակցությունների կամ դաշինքների օգտին են քվեարկելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, հարցվածների 32.4%-ը նշել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, 16.4%-ը Ուժեղ Հայաստան կուսակցությունը, Հայաստան դաշինքին կողմ է քվեարկել 15.2%-ը, 8.8%-ը նշել է Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Միասնության Թեբեր կուսակցությունը նշել է 6.2%-ը, Gallup International ասոցիացիայի հարցումների համաձայն սրանք այն կուսակցություններն են, որոնք ըստ հարցումների ցուցանիշների անցնելու են խորհրդարան։ Այս գումարային, այդ 4 անցողիկ ընդդիմադիր ուժերը բոլորը իր հետ կազմում են 46.6%, այսինքն գրեթե 15%-ով գերազանցում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցանիշը, եւ եթե նրանք միավորվեն պարլամենտում, ապա հստակ կարողանալու են վեկայել իշխանությունը։ Վաղ առավոտից ձերբակալությունների շարք է սկսել իրավապահների հաղորդմամբ ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ փոխնախագահ կրթության գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, Բրիսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդի Արտյոմ Խաչատրյանը, նրանց հետ փոխկապակցված Անց Հարություն Թադևոսյանը, նրանց մեղադրում են շուրջ 200 միլիոն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման գործով։ Ձերբակալվել է նաեւ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացուներից մեկը ընտրակաշառք տալու դեպքի կասկածանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնել էին, որ Հայաստանի պետգույքի կառավարման վարչության նախկին պետ ՀՀԿ անդամ Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավի անցկացման վերջին օրն է։ 2 օրից քաղաքացիները կգնան ընտրատեղամասեր կատարելու իրենց ընտրությունը, իսկ քաղաքական ուժերը արդեն ավարտում են վերջին հանդիպումները, ուղերձները ու հանրային ելույթները։ Ինչպիսին էր այս ընտրարշավը, ինչով էր այն տարբերվում նախորդներից եւ ինչ գործիքներ կիրառվեցին ընտրողին հասնելու համար։ Ծերծովից մինչև Չինաստան ձգվող այս ամբողջ տարածաշրջանում վերջին կտորն է, եթե արևմուտքը վերցնում է այս ամբողջ կտորը, այդ փոքրիկ Հայաստանը, ապա այս ամբողջ տարածքը անցնում է իր հսկողության տակ, որը կօգտագործի թե Ռուսաստանի, թե Իրանի դեմ։ Եթե Ռուսաստանին հաջողվում է դա թույլ չտալ, ապա բնականաբար այս տարածքը չի անցնում արևմուտքի հսկողության։ Քաղաքական պայքարը քարոզարշավի ընթացքում ըստ մասնագետների հաճախ դուրս է եկել ներքաղաքական դաշտի սահմաններից եւ ուղեկցվել է արտաքին դերակատարների նկատմամբ հղումներով ու աշխարհաքաղաքական քննարկումներով, սակայն ուշադրություն են հրավիրել նաեւ այն բանին, թե ինչպես էին քաղաքական ուժերը փորձում իրենց ձայնը հասանելի դարձնել համախոհներին։ Քարոզարշավը զուտ տեխնոլոգիապես, ասենք կիրառված տեխնոլոգիաներով շատ աղքատիկ էր։ Արհեստական բանականությունն էլ հիմնականում շատ, ասենք, բացի մանիպուլյացիոն բնույթից, որ օգտագործվում էր, դրական իմաստով, այսինքն դեպի ապագան ուղղված, ապագա տեսլականի ուղղված, այդ ուղղությամբ ընդհանրապես չօգտագործվեց։ Հիմնականում կիրառվել են ավանդական մեթոդներ՝ հանրահավաքներ, երթեր, պաստառներ, քարոզչական հոլովակներ եւ տպագիր նյութեր։ Քաղաքական ուժերի խոսույթում մասնագետները նաեւ նկատել են, որ գերակշռել են փոխադարձ մեղադրանքները ու քննադատությունը։ Երբ որ քաղաքական ուժերի մոտ պակասում է դեպի ապագայի տեսլականի, այսինքն դրական տեսլականի վերաբացակայությունը կա, այսինքն դու չես կարողանում ներկայացնել, թե գազ իշխանության դեպքում դու ինչ ես անելու 5-10 տարվա կտրվածքով, իսկ դա արհեստական բանականության միջոցով պետք է ցույց տարվեր, մարդիկ որ տեսնեն ընտրելով այս քաղաքական ուժին ոնց են ապրելու 5-10 տարի հետո, այդ բոլոր օրենքները առանձին պետք է ներդրվեր։ Քարոզարշավն այսօր կավարտվի, իսկ քաղաքական ուժերի ներկայացրած ուղերձները արդեն իրենց վերջնական գնահատականը կստանան ընտրատեղամասերում։ Թե որքան արդյունավետ էին կիրառված տեխնոլոգիաները եւ որքան համոզիչ նախընտրական խոստումները, կերևա քաղաքացիների մասնակցությունից ու քվեարկության արդյունքներից։ Դիտորդները հաստափոր տրցակներով են եկել ամփոփելու նախընտրական քարոզչությունը։ Խախտումները եւ իրենք են արձանագրել եւ քաղաքացիներից ահազանգեր ստացել։ Որոշ դրվագներ արդեն իրավապահների ուշադրության կենտրոնում կլինեն։ Դիտորդական առաքելությունը հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել։
Ամենաշատ արձանագրված դեպքերը այդ կրթական հաստատությունների եւ մասնավորապես նաեւ երեխաների անչափահասների ներգրավումն քարոզչական միջոցառումներում։ Այսպես, դիտորդական առաքելության ներկայացուցիչը 1-1 թվարկում է բոլոր այն դեպքերը, երբ վարչական ռեսուրսի չարաշահմամբ մանկապարտեզների ու դպրոցների աշխատակազմերին համակարգված ուղեկցել են իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչության հրապարակներ։ Որոշ համայնքներում նույնիսկ աշակերտներին են դասերից ազատել, դրոշներ ու պաստառներ նրանց ձեռքը տվել ու հավաքի մասնակից դարձրել։ Ծաղկաշենի դպրոցի աշակերտներին անգամ տրվել են հրահանգներ, թե ինչ հագուստ պետք է կրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ասոցացվող սիմվոլիկայով շապիկներ են հագցվել երեխաներին, ինչ աղջիկներին մասնավորապես տրվել են հրահանգներ, ինչ ստանրվածքներ իրենք պետք է ունենան, դեպքեր են արձանագրվել նաև Այգեզարթում, Բագրատաշենում, Ազատանում, Գյումրիում, այսինքն դեպքերը եզակի չեն եղել եւ երեխաներին տարբեր ֆորմատներով ներգրավել են քարոզչական միջոցառումներին։ Օրենսդրական արգելքը միայն իշխող ուժը չէ, որը խախտել է ընտրապայքարին մասնակցող մյուս քաղաքական թիմերը եւս սիրում են երեխաներին կես կատակ, կես լուրջ ասուլիսում են ընդգծում։ Մասնավորապես ուժեղ Հայաստան կուսակցության կողմից Հայաստան Դաշինքի Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Միասնության թևեր կուսակցության հանրահավաքներին եւս նկատել ենք երեխաների անչափահասների կազմակերպված մասնակցության դեպք։ Իր հերթին արդար քվե դիտորդական առաքելության խոշորացույցը մինչև այս պահը ընդհանուր 382 ընտրախախտում է արձանագրել ապօրինի քարոզչությունից մինչև ենթադրյալ ընտրակաշարք տալու ստանալու դեպքեր, վերջինը հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով։ Նախընտրական փուլում դիտորդական այս առաքելության հայտնաբերած ապօրինությունների շարքում եւս վարչական ռեսուրսի չարաշահման օրինակները բազմաթիվ են։ Օրինակ մի դեպքում ԿՊ-ի պաստառը Երևանի քաղաքապետարանի կանաչապատման հիմնարկի աշխատակիցների օգնությամբ է փակցվել։ Ապօրինի քարոզչությունը 139 դեպք է արձանագրվել, որոնց մեջ մտել են քարոզչական նյութերի տեղադրումը օրենքով չնախատեսված կամ արգելված վայրերում, քարոզչական նյութերի վնասում, պոկում, դրանց վրա գրառումների կատարելը, քարոզչական նյութերի համար վահանակների անբավարար քանակ եւ դրանց սարքավորման մասին կամ մեկ դեպք։ Արդար քվեի ներկայացուցիչները հայտարարում են այն ընտրախախտումները, որոնք արձանագրել են այս ընթացքում, ոչ միայն սովորական ապօրինություններ են, այլև խախտումներ, որոնք նպաստում են նաև մեր հասարակության բևեռացմանը։ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի որոշումը օրենսդրական մակարդակով պաշտոնապես ձևակերպել Եվրամիության անդամակցության ձգտումները մտահոգություն է առաջացնում։ Պուտինը սակայն խոստանում է, որ Ռուսաստանը կպահպանի բնականոն հարաբերությունները Հայաստանի հետ, անկախ երկրի ապագա ուղու վերաբերյալ որոշումից։ Премьер-министр Пашинян, он в свое время совсем недавно Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում այդ Եվրամիության անդամակցության հարցի շուրջ հանրաքվե անցկացնել։ Մենք միայն մեկ խնդրանք ունենք դա անել հնարավորինս արագ, եւ վերջ մենք որևէ պահանջ չունենք։ Մենք կպահպանենք նորմալ հարաբերությունները Հայաստանի հետ անկախ նրանից, թե ինչ ուղով է նա որոշել գնալ։ Եթե միջին ընդունենք 35-ից 40 հազար տոննա զուտ ծիրանի արտահանում, գնացել է դա հիմնականում 99% դեպի ԵԱՏՄ շուկա, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն։ Իսկ նույն ժամանակահատվածում Եվրոմիության երկրներ գնացել է 2023 թվականին 62 տոննա ծիրան, 24 թվականին թե 25 թվականին 5 տոննա, 8 տոննա։ Պուտինը հայտնել է, թե ինքը որևէ վատ բան չի տեսնում Փաշինյանի հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից դեպի արևմտյան չափանիշներ կողմնորոշվելու մեջ։ политические силы, которые стоят за действующим премьер-министром, Գործող վարչապետի հետևում կանգնած քաղաքական ուժերը վաղուց են դա ասում։ Նրանք դա անում են բացահայտ։ Իրականում դրա մեջ որևէ վատ բան չկա։ Նրանք կողմնորոշվում են դեպի ինչ-որ արևմտյան չափանիշներ, եվրոպական չափանիշներ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ինքնիշխան երկիր, ինչպիսին է Հայաստանը, իրավունք ունի ընտրել ինչ-որ չափանիշներ եւ գործընկերներ, որոնք համարում է առաջնահերթ եւ արժեքավոր երկրի զարգացման, անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման, ինչպես նաեւ տնտեսության համար։ Հայաստանը ըստ էության կրկնում է Ուկրաինայի 2013-14 թվականների փորձը։ Պետք է լրջորեն մտածել, որպեսզի չկրկնվի այն, ինչը տեղի ունեցավ Ուկրաինայում։ Երբ որ այն ժամանակ Ռուսաստան արկելեց Վրաստանի գինին, արկելեց Ուկրաինայի գյուղմթերքներ ընդանուր, սրանք արագ ձեռք ու ոտ ընկան նույն Եվրոմիության հետ մեկտեղ, տարբեր գումարներ տրամադրեցին, տարան դեպի Եվրոպա,
Եվրոպայի ֆերմերներն էլ հելան բունտ ու ցույց էին անում, որ ոնց կարա այդ ձեր ասած նորմալ սերտիֆիկատ չունեցած, նորմալ որակ չունեցած ապրանքը բերել եք Եվրոպայում, եվրոպական ընդիր ապրանքները չի ծախում, այդ էժան ապրանքը բերել եք սուբսիդիա եք տալիս, այսինքն դա ժամանակավոր է։ Իդեպ Ռուսաստանից այսպիսի մեսիջներ եւս ուղղված են Հայաստանին։ Այն է Հայաստանը Ռուսաստանին խնդրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալ։ Ըստ Պուտինի, սակայն մի շարք տնտեսական ցուցանիշների հիման վրա Հայաստանն այնքան էլ չէր ներգրավում ընդհանուր պատկերում։ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը, ներառյալ Հայաստանի իր արտաքին քաղաքականությունը եւ հարաբերությունները որոշելու իրավունքը։ Ազատությանը տված բացառիկ մեկնաբանության մեջ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակն է ասել, պատասխանելով հունիսի 7-ի ընտրություններում արտաքին միջամտության մասին հաղորդումների եւ ամերիկացի օրենսդիրների նախազգուշացումների մասին հարցերին։ Պետդեպը շեշտել է, Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն Հայաստանի քաղաքացիները։ Մենք տեղյակ ենք Հայաստանի քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումների մասին։ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր ղեկավարությունը եւ կառուցել իր ապագան, ինչպես ցույց է տալիս պետքարտուղարի վերջին այցը Երևան, թրիփը առանցքային եւ երկարաժամկետ նշանակություն ունի Հայաստանում եւ Հարավային Կովկասում խաղաղություն եւ բարգավաճում բերելու գործում։ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին նրա ժողովրդի համար բոլոր կարևոր հարցերում, հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի գլխավոր խոսնակը։ Անիտա Հիպերի խոսքով Հայաստանը սուվերեն ժողովրդավարական եւ անկախ երկիր է, որն իր սեփական ճանապարհն ու գործընկերներին ընտրելու իրավունք ունի։ Հիպերը նշել է, որ իրենք տեսնում են ընտրություններին ընթരാճ Հայաստանի ժողովրդի վրա ճնշումներ գործադրելու Ռուսաստանի փորձերը, որոնք ինտենսիվանում են։ Ռուսաստանն ըստ Հիպերի հիմա օգտագործում է առևտուրը որպես քաղաքական զենք եւ քաղաքական միջոց ԵԱՏՄ անդամների վրա եւ ընտրված ժամանակն ինքնին համընկնում չէ, ուստի անակնկալ չէ, որ Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը այս կարևոր պահին։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին բաց նամակով Ռուսաստանի նախագահ Պուտինին չեզոք երկրում հանդիպելու առաջարկ է ուղարկել, նշելով, որ Մոսկվան կամ Կիևը նման հանդիպման համար հարմար վայր չեն։ Զելենսկին շեշտել է, որ կան երկրներ, ինչպիսիք է Շվեյցարիան, Թուրքիան, արաբական աշխարհի երկրները, որոնք կարող են առաջնորդների համար բանակցությունների հարթակ դառնալ ու նպաստել պատերազմի եւ խաղաղության հարցերի կարգավորմանը։ Ուկրաինայի նախագահը նաեւ հայտարարել է, որ Կիևը պատրաստ է բանակցությունների ընթացքում լիակատար հրադադարի եւ ռազմագերիների փոխանակման բոլորի դիմաց սկզբունքով։ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզն աջակցում է Լիբանանում հրադադարի հաստատմանը, որը ձեռք է բերվել Վաշինգտոնում հայտարարված պայմանավորվածությունների շրջանակում։ Նրա խոսքով իրենք աջակցում են Լիբանանի եւ Իսրայելի միջև հրադադարին եւ այն ամենին, ինչը նպաստում է խաղաղության վերականգնմանը, ահաբեկչական գործունեության դեմ պայքարին եւ Լիբանանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության լիակատար հաստատմանը։ Մակրոնը նաեւ հավելել է, որ Ֆրանսիան պատրաստ է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների հետ համատեղ գոյություն ունեցող համակարգման մեխանիզմի շրջանակում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի ստորին պալատը ձայների 226 կողմ 195 դեմ հարաբերակցությամբ հնարավորություն է տվել դեմոկրատ կոնգրեսական Գրեգորի Միքսի ներկայացրած Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ու Ուկրաինային միլիարդավոր դոլարների լրացուցիչ օգնության տրամադրման մասին օրինագծին։ Այն նախատեսում է ռուսական ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացում մինչեւ առնվազն 500%, ինչպես նաեւ լրացուցիչ պատժամիջոցների սահմանում ռուսաստանցի պաշտոնատար անձանց, ֆինանսական հաստատությունների, նավթի եւ գազի ոլորտի, ածխի եւ արդյունահանող արդյունաբերության նկատմամբ օրինագիծը նախատեսում է նաև Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրում 8 միլիարդ դոլարի չափով։ Մեքսիկայում վառելիքատար ցիստերն է պայթել, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Միջադեպի պատճառով հարակից շրջաններից շուրջ 2000 բնակիչ է տարհանվել։ Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան, սակայն առնվազն 3 մարդ է տուժել եւ տեղափոխվել հիվանդանոց։ ՊԿ եւ ազգային անվտանգության ծառայությունը Երևանում բացահայտել են առանց լիցենզիայի գործող առցանց խաղային հարթակների կազմակերպված սխեմա։ Նախնական տվյալներով ներգրաված են եղել հարյուրավոր անձինք, իրականացվել են մեծածավալ ֆինանսական եւ կրիպտո փոխանցումներ։ Գրասենյակներում հայտնաբերվել են համակարգիչներ, սերվերներ, հեռախոսներ եւ այլ տեխնիկական սարքավորումներ։ Հունիսի 5-ին մահվան ելքով վրայերթը տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում 31-ամյա Գառնիկը գազ 283 բեռնատարով Երևան-Սևանի Ջևան ճանապարհին վրայերթի ենթարկել 49-ամյա Կամոյին։ Հետիոտնը մահացել է, վարորդը եղել է սթափ։ Ի դեպ սևանցիների խոսքով այդ հատվածում հաճախակի են լինում վրայերթեր, նաև մահվան ելքով։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Գեղարքունիքի մարզի գումարտակի բարեկները
գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Հունիսի 5-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին բախվել են 25-ամյա Դավիթի Օփելն ու 69-ամյա Սերգեյի վարած Շաքման բեռնատարը։ Օփելի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի բարեկները։ Հունիսի 4-ին Զովինի Եղվարդ ճանապարհին բախվել են 40-ամյա Դավիթի Toyota Camry եւ 51-ամյա Կամոյի Chevrolet Volt-ը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Բետոնե Էլեկտրասյանը գազատար խողովակներին, տապալել այն։ Տեղում էին Հայաստանի էլեկտրական ցանցեր, Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի հետևանքով բարեբախտաբար դժվարներ չկան, դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Եվ երևանցիներն են ահազանգում Բաբաջանյան փողոցի հարյուրավոր բնակիչներ ամիսներ շարունակ շնչում են բեռնատարներից առաջացած փոշին։ Բնակիչներն ասում են դեմ չեն կառուցվող շենքերին, բայց դեմ են այն փոշուն, որն առաջանում է։ Պատուհան բացել չեն կարողանում, քաղաքային իշխանությանն են դիմում հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար։ Առաջարկում են գոնե օրը մեկ անգամ ջրով ցանել տարածքը, վստահ են այդ դեպքում փոշի չի լինի։ Երեխեքի խաղալու տեղ չկա աբսոլյուտն ընկեր։ Սա գեսած ավտոն եմ այս աշխատում։ Քաղաքապետարան, թաղապետարան չկա։ Ոչ մի անհրաժեշտ պարագա կարծես թե չկա, որ ճանապարհը լվանան, բեռնատարները դուրս գալուց պարտադիր պիտի ծածկը փակած լինի, փոշին ասում է սպանում է։